Ինչպիսի դեր են քաղաքականության մեջ խաղում հասարակական շարժումները։ Ինչպես են հայ երիտասարդները ճանապարհում ԵԱՀԿ դիտորդներին։ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը կարծում է, որ Ռաֆի Հովհաննիսյանին ձայն են տվել ծայրահեղ լիբերալ գաղափարախոսության ջատագովները։ Որպեսզի ասենք մեր ավանդական ընտանիքները գոյություն չունենան, դրա փոխարեն կարմիր խնձոր են թաղում, չգիտեմ ինչ են անում։ Իհարկե կան այդպիսի մարդիկ։ Նրանք էլ են տեսնում Ռաֆի Հովհաննիսյանի մեջ իրենց առաջնորդին։ Վանաձորի քաղաքապետարանի դիմաց այսօր մի խումբ երիտասարդներ քաղաքապետ Սամվել Դարփենյանից պատասխան են պահանջել։ Երեկ արած այն հայտարարության համար, թե ընտրելով Ռաֆի Հովհաննիսյանին ժողովուրդը չի հասկանում, թե ինչ է անում։ Շատ գիտակից քաղաքացիներ են բնակվում Դորու մարզում, Շիրակի մարզում եւ առհասարակ Հայաստանում, եւ որ իրանք տերեն իրան ձայները։ Ժառանգության կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրել է ընտրությունների պաշտոնական արդյունքների օրինաչափությունները, որոնք իր կարծիքով վկայում են դրանց կեղծված լինելու մասին։ Բոլոր այն տեղամասերը, որտեղ մասնակցությունը մինչև 60% է եղել, Ռաֆի Հովհաննիսյանը հաղթել է։ Բոլոր այն տեղամասերում, որտեղ շատ մեծ մասնակցություն է եղել հրաշքով, այդտեղ իշխանությունն է հաղթել։ Հիշեցնելով, որ Հայաստանի արտաքին պարտքը ավելի քան 4 միլիարդ դոլար է կազմում, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը նշեց, որ վարկերն արդյունավետ չեն օգտագործվում։ Եթե քո դույլը ծակոտ է, կապ չունի դու ինչքան փող ես վերցնելու, արդյունքը լինի ցամաք դույլ։ Թուրք հրատարակիչ Ռաջեբ Զարաքոլուն դիմել է քարե երազանքներ վեպի հեղինակ Աքրամ Էլիսիին եւ Քիրվա պատմվածքի հեղինակ Լևոն Ջավախյանին, առաջարկելով իրենց ստեղծագործությունները հրատարակել թուրքերեն մեկ գրքում։ Ըստ պարոն Ջավախյանի, հայ գրականության մեջ միշտ եղել են հումանիստ գրողներ։ Դա եղել է ուրեմն Աբովյանը, թուրքի աղջիկ, դա եղել է Հովհաննես Թումանյանը, Ահմադը, դա եղել է Վարդգես Պետրոսյանը, Կրակի Շապիկ։ Այժմ տեսնենք, թե ինչ է տեղի ունենում IPF-ի աշխատասենյակում։ Քաղաքական ճգնաժամը հասունացավ, այն ինչի մասին մենք երկար տարիներ խոսել ենք, քարոզարշավն ընտրությունները կգնահատեն մեկ բառով իշխանագողություն թվով 4-րդը։ Այսօր հայտարարել է մարքսիստ Դավիթ Հակոբյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի պարտության հիմնական պատճառին նա ասել է տակտիկական զինանոցի տգիտությունն ու սնանկությունը։ Ժառանգություն կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի կարծիքով Արևմուտքի ողջ կորպուսը ճանաչեց ճակերտավոր Սերժ Սարգսյանի փայլուն հաղթանակը։ Նրա կարծիքով մեր իշխանությունները հանդիպում են դեսպանատների հետ եւ արդյունքը մենք տեսնում ենք։ Իսկ եթե դեսպանատների սիրելին լիներ Ռաֆի Հովհաննիսյանը, այսօր մենք նման խնդրի առաջ չէինք կանգնի եւ միակույսը ժառանգության չէր լինի ժողովուրդը։ Հանրապետական կուսակցության Շիրակի կառույցի ղեկավար Միսակ Սահակյանը անդրադարձել է այն լուրերին, թե ընտրություններից հետո Շիրակի մարզում պաշտոնանկություններ են սպասվում։ Նա այս լուրերը համարել է աբսուրդ, նշելով, որ Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում պարտություն է կրել, քանի որ նա հեռանկարային ծրագրեր է իրականացնում, իսկ շիրակցիները շատ անհամբեր են։ Նրանք ցանկանում են աշխատանք եւ բնակարան։ Նրա այս հայտարարությունից հետո կառավարությունը այսօր հայտարարեց Շիրակի մարզպետի հրաժարականը։ Օրվա լրահոսը։ Երեկ Ռաֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին նախագահի աթոռի դիմաց առաջարկել է անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ միայն համամասնական ընտրակարգով։ Եվ ինչ էր պատասխանը ձեր գարզիկով։ Ոչ։ Սերժ Սարգսյանը մերժել է նաև Ռաֆի Հովհաննիսյանի մյուս երկու առաջարկները անցկացնել տեխնատուի բառերով կրկնակի ընտրություններ կամ ընդունել Ռաֆի Հովհաննիսյանի հաղթանակը։ Եթե պատրաստ չեք, ուրեմն նվազագույնը չնեղանաք ինձանից։ Ռաֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին այլևս ասելիք չունի, եթե իշխանությունը պարոն Հովհաննիսյանի հետ խոսելիք ունի, դա արդեն իրենց գործն է։ Մենք այս առաջիկա ժամանակահատվածում դանելու ենք պայքարը հանդարտ, սահմանադրական, հետևողական։ Պարոն Հովհաննիսյանն այսօր խոստացել է մինչև վերջ լինել ժողովրդի կողքին, մինչ այդ շաբաթ օրը պարոն Հովհաննիսյանը գնալու է Աշտարակ, Վանաձոր եւ Գյումրի, որպեսզի ժողովրդին բերի Երևան, որտեղ կիրակի օրը ժամը 15-ին նախագահի տեխնատուն մտադիր է հուշք ու հանրահավաք անցկացնել։ ԵԱՀԿ դիտորդներին ուղղված հրաժեշտի ակցիան քաղաքացիների նախատեսածից ավելի բուռն անցավ։ Ցուցարարները եվրոպացի դիտորդներից պահանջում էին հեռանալ երկրից, քանի որ ըստ նրանց դիտորդները հավանություն են տվել կեղծված ընտրությունների արդյունքներին։ Ակցիան դեռ չսկսված ոստիկանները հայտարարեցին, որ ցուցարարները խանգարում են ԵԱՀԿ գրասենյակի բնականոն աշխատանքը եւ պահանջեցին ակցիան շարունակել դիմացի մայթին։ Ոստիկանները, որոնք ցուցարարներից մի քանի անգամ ավելի շատ էին, ակցիայի մասնակիցներին եւ լրագրողներին հրելով հեռացրին գրասենյակի առջևից եւ շրջափակեցին նրանց։ Ակցիայի մասնակիցները պնդում են, իրենք եկել էին խաղաղ ցույցի, դիտորդների համար նույնիսկ նվերներ էին բերել։ Այս նվերը իրենք ներկայացնում է մինչ այժմ հրապարակված
տեսանյութերի եւ մամլո հրապարակումների խտացված ուրեմն ձայնագրություն եւ մենք իրենց սա հանձնում ենք եւ ասում գնացեք եւ ուսումնասիրեք թե ընտրակեղծիքները ինչպես են եղել Հայաստանում եւ իրականում ձեր զեկույցներում որևէ բան այս իրականության հետ չի համընկնում։ ԵԱՀԿ ներկայացուցիչն անձամբ եկավ, խոսեց ակցիայի մասնակիցների հետ, սակայն նրա պատասխանը չբավարարեց ցուցարարներին։ Մեր պահանջները մենք շատ կարճ ներկայացրեցինք, բայց այդ պահանջները որևէ արձագանք չգտավ։ Ինչ պատասխան է ձեր պահանջներին։ Փախավ։ Ոստիկանները վերջապես թույլ տվեցին ցուցարարներին մոտենալ ԵԱՀԿ գրասենյակին։ Եվրոպացի ներկայացուցիչին ակցիայի մասնակիցները հանձնեցին պատրաստած նվերը։ ԵԱՀԿ ներկայացուցիչը բավարարվեց միայն շնորհակալությամբ։ Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, սակայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել կկազմի արդյոք կոալիցիա, օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Ժառանգության հետ։ Եթե լինի մենք անպայման եւ տեղյակ կպահենք Հանրապետական կուսակցությունը։ Միշտ եղել ենք բաց, եղել ենք բանակցությունների, համախմբման կողմնակից։ Հանրապետական падգամավորը այսօր միայն կոչ է անում Ժառանգության առաջնորդին ազատության հրապարակում հավաքները անցկացնել բացառապես օրենքի շրջանակներում։ Ոչ բոլորն են, որ Ռաֆի Հովհաննիսյանին համակրելով կամ հենց իր ձայներն են, որ այնտեղ են, դա անդիմադիր դաշտի ընդհանուր ձայներն են։ Ինքը պետք է փորձի այդ ձայները բյուրեղացնի, ամրացնի։ Օրինակ Երկիր կուսակցության падգամավոր Հովհաննես Մարգարյանը խուսափում է որևէ կանխատեսումից։ Նա միայն կրկնում է իր հանրապետական գործընկերոջ այն կարծիքը, որ ամեն ինչ բացառված չէ։ Ուղղակի սա այն դեպքն է, որ իմ պատկերացումներով ճիշտ չի լինի, եթե ապաներով խոսել եւ կանխատեսումներ անել։ Իսկ եթե որպես Սերժ Սարգսյանի եւ Ռաֆի Հովհաննիսյանի երեկվա հանդիպան արդյունք Ժառանգությունը մաս կազմի կոալիցիայի, ըստ մի քանի անգամ դավաճանության մեջ մեղադրված կուսակցության ներկայացուցչի, դա սխալ կլինի որակել որպես դավաճանություն։ Երբևէ ես այդպիսի որակումներ չեմ տա։ Ինչքան խաղաղ լինի մեր երկրի ներքին քաղաքական դաշտը, ինչքան կայուն լինի, այնքան մենք օր առաջ կարողանանք մեր կարևորագույն կերխնդիրները լուծել։ Ինչ դավաճանության մասին կարող է լինել։ Քանի անգամ անընդմեջ կարող է ընտրվել համայնքի ղեկավարը, այս հարցի հստակ պատասխանը այդպես էլ չեղավ ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում, քանի որ անկախ падգամավոր Էդմոն Մարուկյանը առաջարկեց որոշման ընդունումը հետաձգել, օրինագծի հեղինակն ինքն էր։ Տեսնելով, որ այս պահին չկա քաղաքական համաձայնություն եւ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունը անցումային շրջան է ապրում եւ եղած կառավարությունը, որ բացական եզրակացություն է տվել գնացող կառավարությունը, հետաձգում եմ նախագծի քննարկում մինչև 1 տարի ժամկետով։ Ըստ Էդմոն Մարուկյանի համայնքի ղեկավարը անընդմեջ կարող է ընտրվել միայն 2 անգամ, այլ ոչ թե ինչպես ներկայումս անսահմանափակ։ Այս նախագիծը ուղղակի կդառնա ավելի հակասական, ավելի կհակասի բուն էությանը տեղական ինքնակառավարման ինստիտուտի։ Սակայն ըստ Հայեղափոխական դաշնակցության падգամավոր Արծվիկ Մինասյանի այս նախագիծը հնարավորություն կտա խուսափել իշխանության վերարտադրությունից։ Իսկ Հայ ազգային կոնգրեսի падգամավոր Գագիկ Ջանգիրյանը կարծում է, որ անգամ եթե համայնքի ղեկավարը արդար ընտրվի, այսօրվա ցածր ֆինանսավորման պայմաններում չի կարող անկախ կառավարել։ Ես նախադեպեր գիտեմ, օրինակներ գիտեմ, որ անգուսակցականներ են ընտրվել, բայց 3-4 ամիս հետո ստիպված պետք է անդամագրվեն կառավարող ուժի, որպեսզի կարողանան իրենց ուղղակի համայնքային տարական խնդիրները լուծել։ Ռաֆի Հովհաննիսյանի հետ ընտրական պայքարը շատ շուտով կմարի։ Համոզված են այսօրի պաշտպանություն Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա իրականացնողները։ Ռաֆին կարա բանասի, ինչ պետք է ասի նա։ Չենք դրամ ինչեր անում։ Խաղեր անում։ Նրանից ոչ մեկը ոչ մի բան չի հասկանում։ Միթե դուք ուշադրություն չեք դարձրել։ Պատտվում է վակրուկ դա օկոլը, բայց ինչ ասում, գլխի չեն կանգնում։ Պաշտոնը կստանա Սերժը Բերյանը կփակին կնել, հանգիստ կնստի ղեկավարի։ Իրենց կարծիքը հետընտրական զարգացումների մասին արտահայտելուց հետո բողոքի ակցիայի մասնակիցներն անցան հանդիպման բուն թեմային։ Ազատություն! Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների 2-ից 6 տարվա անազատության դատապարտող վճռի հրապարակումից հետո նրանց համակիրներն այսօր արդեն 27-րդ անգամ են հավաքվում գլխավոր դատախազության շենքի մոտ։ Նրանց պահանջը նույնն է՝ ազատ արձակել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին եւ արդարացնել մյուս 3 երիտասարդներին՝ Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին։ Ակցիայի մասնակիցները համոզված են, որ Տիգրան Առաքելյանն արդեն ազատության մեջ կլիներ եւ մյուս երիտասարդներն էլ արդարացված, եթե իրենց միանային նաեւ մյուս ուժերի ներկայացուցիչները, անկախ իրենց հայացքից։ Այստեղ քաղաքական հայացքները կապ չունի,
պայքարում են քաղբանտարկյալների ազատության համար։ Այսօրվա ակցիայի ավարտին նրանք մեկ անգամ եւս արձանագրեցին, անկախ Հայաստանում կա 4 քաղբանտարկյալ։ Փետրվարի 18-ի ընտրությունների առիթով միջազգային դիտորդների գնահատականը փորձագետ Էդգար Վարդանյանը դրական չի համարում։ Եթե մենք վերցնենք միայն ԵՀԿ-ԺՄԻԳ-ի եզրակացությունները, մենք կտեսնենք, որ առաջին պարբերության երկրորդ հատվածը ամբողջովին բացասական քննադատական փաստորեն եզրահանգումներ են արված։ Բացասական երևույթներն այնքան ուժեղ են արտացոլված, որ ընտրությունները չի կարելի համարել միջազգային չափանիշներին համապատասխան։ Էդգար Վարդանյանը հետընտրական զարգացումները պայմանավորում է, թե որքանով Ռաֆի Հովհաննիսյանի անելիքները համահունչ կլինեն ժողովրդի կամքին։ Չեմ բացառում, որ իշխանությունները ցանկանան ինչ որ կերպ ներգրավվել ընդդիմությանը։ Ի տարբերություն Էդգար Վարդանյանի, քաղաքագետներ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ու Ռուբեն Մեհրաբյանը արդեն համոզված են, որ Ռաֆի Հովհաննիսյանի պայքարը ձախողվելու է։ Չեմ կարծում, որ հասարակական ալիք կբարձրանա, ավելի շատ հասարակությունը պահանջում է ոչ այնքան իշխանության փոփոխություն, որպես այդպեսին, որքան բարեփոխումներ։ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նաև վստահ է, որ փետրվարի 18-ի ընտրություններից հետո միջազգային հանրության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվի։ Նրանք ինչ որ առաջընթաց նշելու են եւ համագործակցությունը Հայաստան-Եվրոպա հետագայում եւս կզարգանա։ Իսկ Ռուբեն Մեհրաբյանը խորհուրդ է տալիս չբավարարվել ընտրությունների հետ կապված Ռուսաստանի շնորհավորանքներով եւ սպասել Արևմուտքի վերջնական գնահատականի։ Քաղաքական եւ քաղաքացիական շարժումները միմյանց լրացնում են, թե խանգարում։ Այս հարցի վերաբերյալ տարբեր տեսակետներ կան։ Կան նաեւ խանդ, կան նաեւ համագործակցության ցանկություն։ Օրվա գլխավոր թեման։ Երկրի կառավարում նոր համակարգով նախախորհրդարան նախաձեռնությունը գտնում է, որ այսօր երկրի կառավարումն անհնար է կուսակցականության պայմաններում։ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքերով լավ օրից չէ, որ նախաձեռնությունները նման առաջարկով են հանդես գալիս։ Ամենատարբեր պատճառներով եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կուսակցությունները երբեմն հիասթափեցնում են ժողովրդին, էլեկտորատին, եւ ինչի արդյունքում նման ծայրահեղ մոտեցումներ են լինում։ Բայց միաժամանակ ժառանգության ներկայացուցիչը վտանգավոր է համարում, երբ նախաձեռնությունները ինքնահաստատման համար մերժում են կուսակցությունները։ Շատ վտանգավոր թեզ է եւ կարծում եմ, բայց սա ինչ որ մի պահ է, որը կանցնի։ Նույնիսկ այդ նախաձեռնությունները կամ անմիավորները, որոնք այսօր մերժում են, այո, կուսակցությունները ինչ որ պահի, որպես քաղաքականությամբ զբաղվել, պարտադրված են վերածել կամ քաղաքական շարժման կամ ուղղակի կուսակցությունների։ Իրեն այլընտրանքային կուսակցության ներկայացուցիչ համարող Բարգավաճ Հայաստանի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի համար ավելի գնահատելի է քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվությունը, քան պասիվությունը։ Յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետությունում պիտի ունենա ազատ արտահայտվելու հնարավորություն։ Թող արտահայտվեն։ Իսկ քաղաքական դաշտում կուսակցությունների գործունեության վրա ինչ ազդեցություն կունենա այդ նախաձեռնությունների ակտիվությունը։ Ես չէ որ պիտի գնահատեմ այս կամ այն կազմակերպության ազդեցությունը հայաստանյան քաղաքական իրականության մեջ, հանրությունը ինքը կգնահատի։ Ողջունում քաղաքացիական նախաձեռնությունների գոյությունը եւ շատ ակտիվ պայքարը, որովհետեւ նրանք ծնում են այսօր Հայաստանի քաղաքացուն, շատ ավելի տեսանելի, շատ ավելի սկզբունքային, շատ ավելի ճիշտ արդյունության վրա, իսկ որևէ պետության կյանք ուղիղամատական է իր մակարդակով որակով նրան, թե ինչքանով ինքը ունի քաղաքացի մեծատառով հասկանալի, որը գիտակցում է իր իրավունք, իր պարտականությունը եւ պետության մեջ ունենալիք իր դերակատարությունը։ Բացի քաղաքական կուսակցություններից, բացի իշխանությունից եւ անդիմությունից, բացի տարբեր անդիմություններից, Հայաստանում կան եւ վերջին 1-2 տարում մեծ դեր են խաղում նաեւ հասարակական շարժումները, որոնք կարծես թե վերջին շրջանում սկսել են ձևավորվել քաղաքական օրակարգ։ Ամեկ պլյուսի հյուրասրահում է նախախորհրդարան հասարակական քաղաքական նախաձեռնության համակարգող Գարեգին Չուկազյանը։ Պարոն Չուկազյան, քաղաքական ընդդիմության օրակարգն էր քրյա օլիգարխիկ համակարգի եւ ավազակապետության կազմաքանդումը։ Այս օրակարգը հիմա արդիական է, թե ոչ։ Անկասկած դա արդիական օրակարգ մնացել է, սակայն շատ լուրջ մի նորություն կա, որը ես կարծում եմ խորհրդանշական ձևով կարող ենք տեսնել այս վերջի օրերի ամենակարևոր պատկերներից մեկում, եթե ոչ ամենակարևոր պատկերում։ Դա այդ երիտասարդների, երիտասարդուհիների ներխուժումներ
դիտորդների, եվրոպական դիտորդների ասուլիս եւ դրա տապալումներ, ինչպես նաեւ սեփական մանիֆեստի ընթերցումներ։ Ինչ է դա նշանակում։ Այս պատկերը կարծում եմ բոլորը նկատել են եւ ես այդտեղ տեսնում եմ պատմական պատկեր։ Առաջի անգամ 25 տարվա մեջ կարելի ասել գիտակցվում է, որ տեղական օլիգարխիան, քրեա օլիգարխիան սերտ կապեր ունի դրսի ուժերի հետ։ Եվ եթե փորձենք դա քաղաքական գիտական լեզվի վերլուծենք, փաստորեն մենք գործ ունենք նեոգաղութատիրական կամ նոր գաղութատիրական ռեժիմի գոյության հետ Հայաստանում։ Եվ դրա պայքարի հետ, այսինքն արդեն բնազդորեն առաջացել է պայքար տակից, ներքևից այդ նոր երևույթի հետ։ Հիմա այն դիսկուրսը, որը փոփոխության պետք է ենթարկվի եւ մեր շարժումը եւ նախաձեռնությունը հենց դրանով է զբաղված, փաստորեն այս դիսկուրսի ձևավորումն է, որ նոր գաղութացված երկրների այն փորձը, որ կար համաշխարհային, կիրառելի է նաեւ Հայաստանի, նաեւ Արևելյան Եվրոպայի շատ այսպես նախկին խորհրդային երկրների համար։ Հայաստանում դա յուրահատուկ ձևով է արտահայտվում, որովհետեւ մենք ունեցել ենք երկակի փորձ գաղութային, դա սովետական միության այսպես խորհրդային տարբերակներ, Երևանյան եւ կար Ստեփանակերտի տարբերակը, որը կարելի է կոչել Կևորկովյան տարբերակ։ Գաղութի գաղութ է, այսպես։ Այո, գաղութի գաղութը։ Եվ այդ դպրոցները փաստորեն որոշակիորեն տարբեր էին։ Այո, գաղութային դպրոցներ էին, բայց տարբեր էին։ Հիմա մենք այն ինչ որ ունենք, որպես որը կոչում ենք պետականություն, 20 տարվա մեջ երկու կարևոր ձեռքբերում եղավ, Արցախի ազատագրումը եղավ, դա այսպես ասած մի բանից ազատագրվեց տիրոջից, բայց երկրորդ տիրոջից մենք չազատագրվեցինք։ Դա այն իմաստով, որ այո, անկախությունը միջազգային սուբյեկտ դարձանք եւ դա շատ կարեւոր էր, բայց ներքին հետխորհրդային այդ մենտալիտետը շարունակվեց մեր մեջ եւ նոր ձևեր ստացավ, նեոգաղութատիրական նոր ձևեր եւ ավելացան նոր կենտրոններ, որոնք սկսեցին պայքարել Հայաստանի համար եւ այսօր մենք գործ ունենք շատ յուրահատուկ պահի հետ, երբ որ այդ գաղութային կենտրոնները իրար հետ պայքարի մեջ են մտել հանուն այս նոր գաղութի, այսպես նորացված գաղութի, որը Հայաստանն է։ Դա շանս է նոր ուժերի համար, որովհետև այդ ուժերը չեզոքացնելով իրար հնարավորություն են տալիս, որպեսզի այդ նոր երիտասարդական սերունդը 25 տարի հետո ազգային ազատագրական նոր փուլ սկսի։ Քաղաքական ընդդիմությունը, պաշտոնական, այսպես ասած, ընդդիմությունը մի քիչ վախենում է քաղաքացիական բառից։ Նրանք ասում են, եթե դուք քաղաքացիականով եք զբաղվում, ուրեմն իշխանությունը կմնա իր տեղում եւ դուք կզբաղվեք փոքր խնդիրներով։ Կա այդ մտավախությունը, թե չէ։ Եթե մենք ունենք հետեւյալ իրավիճակը Հայաստանում, հատկապես դեկտեմբերից հետո, քաղաքական, ավանդական, կուսակցական բաղադրիչը փլուզվեց Հայաստանում որպես քաղաքականություն։ Մենք չունենք այլևս ոչ ոք չի հավատում, որ եթե խորհրդարանի ամբողջ ընդդիմությունը չի կարող մի բան տեխնացիով հանդես գա, նշանակում է այդտեղ փլուզում է տեղի ունեցել։ Այդ փլուզումը նաև վերաբերվում է իշխող կուսակցության, որովհետև ինչ որ բան պետք է կարողանաս կառավարել, եւ հիմա իրենք հապշտապ փորձում են այդպես երկրորդ բևեռ ստեղծել, հա, կառավարելի, բայց այս կուսակցական դաշտը ցույց է տալիս իր ամբողջ ավարտը, ավերակներն ենք մենք տեսնում։ Դա չի նշանակում, որ կուսակցությունները վերանալու են։ Դա նշանակում է, որ ժողովրդավարության երկրորդ բևեռը, քաղաքականության երկրորդ բաղադրիչը, այն է անմիջական ժողովրդավարության բաղադրիչը, որ սովորաբար արտահայտվում է քաղաքացիական շարժումներում, նոր ներկայացական մարմիններ պիտի ստեղծի անմիջական ժողովրդավարության սկզբունքով, վերկուսակցական սկզբունքով։ Սա է, որ անցումային շրջանում, մինչև կլինեն նոր դաշտի ստեղծում, նոր կուսակցություններ միգուցե վերագրանցում եւ այլն, այս անցումային վիճակն է, որը մենք ներկայումս турբուլենտ ձևով ապրում ենք։ Եվ նոր սահմանադրություն նաեւ։ Ես վստահ եմ։ Պետք է լինի նոր սահմանադրություն։ Ես վստահ եմ, որտեղ այն սահմանադրությունը, որ այսօր գործում է, դա ապրված տեքստ չի ժողովրդի կողմից։ Մենք մեր ժողովուրդը հիմա այս տեղական ձևով վերապրում է այդ ծնունդը։ Առաջի անգամ կարելի ասել 21 տարվա մեջ ժողովուրդը հասկանում է ամբողջապես, որ ինքը պիտի իրենից ծնի այն կարգը, որով պիտի մենք ապրենք իրար հետ։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր հասարակական քաղաքական գործիչ Գարեգին Չուքազյանը։ Ռազմարվեստի գաղտնիքներին տիրապետող սերունդ պետք է ունենալ հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը։ Այսօր Գորիսում եւ Սիսիանում հայտարարել է գեներալ Մուրադ Սարգսյանը։ Նա այցելել է այն դպրոցներ, որտեղ լավ հրաձգարաններ կան, եւ նշել, որ դրանց թիվը հանրապետության ողջ տարածքում պետք է ավելացնել։ Մեր մարզային լուրերը։
Ձորագետ Ավանում առաջ 10 տնտեսություն էր գործում, այսօր մնացել է ընդամենը 4։ Աշխատանք չլինելու պատճառով տները լքած մարդկանց ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են։ Թուֆենկյան հյուրանոցի շենքը միակն է, որը փոքր-ինչ մեղմում է գորշ ու խարխուլ տների տխուր տեսքը։ Իմ ընտանիքը հիմա երեխաների պատճառով քաղաքաժամանակավոր իհարկե, սովորում են երեխաքը, բայց երևի կվերադառնան։ Աղջիկը Զորագես ալում, տղես Ռուսաստանա, հնարավոր չի 5 հոգի են, որ ես կամ գնամ, ամուսինս էլ մահացել անոր, ողորմածիկը լավ մարդ էր, թե մենակ ապրում ենք։ Ունեցել ենք նեֆտոբազա, ունեցել ենք մթերումների բազա, տուրբազա, անկախությունից հետո արդեն կայարանը կամաց փոքրացել է։ Ալավերդու տարածաշրջանի Ամոճ գյուղը միակը չէ Լոռու մարզում, որտեղ ձմռան սեզոնին խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների կերակրման եւ պահպանման խնդիր է առաջանում, ինչպես նաեւ խնդիր է ցանկանելը։ Անասնապահության էլ զբաղվում եմ, կողմն եմ, չստարի դրությունը լավ չէ խոտի։ Մի կերպ արինք էլ իստեից զնդեից հնձել ենք, վերել ապահովել ենք էլի մի կերպ։ Մարդուկին առնում ենք 50,000 դրամ, այդ կեսը տալիս ենք ընդի հարգերին ու գալին։ Չի հերիքը, ոնց կհերիքի, սանքսնել է սա, ասլի ինչ կարում ենք, անում ենք, դաշտը չենք կարող մշակենք, որովհետև թանկ է, մինչև 70-80,000 վրերներս նստամա, կեսի չափել չենք եկամուտ վերցնեմ, դրա մեր չենք ցանում, տնամերձ հողամասերը մենք աշխատում։ Կապանի Բաղաբերդ թաղամասում այսուհետև կաշխատի համար 9 երթուղային տաքսին։ Բաղաբերդցիներն էլ ստիպված չեն լինի աշխատանքի գնալու համար աստիճաններով վեր ու վար անել եւ դժվար ճանապարհներով հասնել միջպետական մայրուղի։ Փաստորեն այստեղի բնակիչը որպեսի Դինոգոլդ աշխատանքի հասնի, իսկ դուք գիտեք, որ Դինոգոլդը Կապանի ամենամեծ արդյունաբերական հիմնարկն է, մոտ 15-20 րոպե շուտ պետք է արթնանա, որպեսզի մինչև միջազգային ճանապարհ հասնի եւ երթուղուց օգտվի, այդ պատճառով այդ անհրաժեշտությունը առաջացավ։ Սա շատ երկար սպասված օր էր, 30 տարի ես աշխատում եմ այստեղ, ամենադժվարը ձմռան ամիսներին էր, որ աստիճաններով բարձրանում իջնում էինք։ Սիրիր քո նախագահին, բաց Աստվածաշունչը եւ կարդա, սիրիր քո նախագահին միանշանակ, որովհետեւ նա ընտրվում է ի վերուստ։ Любите себя в искусстве, а не искусство в себе. Боря, наоборот. Да какая разница? Կհանդիպենք երկուշաբթի։